Բարի լույս, սիրելիներ, որքան կարևոր է Աստծո խրատը մեր կյանքի մեջ։ Այո, ինչպես ծնողն է խրատում իր զավակին եւ խրատում է այն ժամանակ, երբ զավակը նույնիսկ սխալի մեջ է, եւ նույնիսկ ճիշտ ճանապարհի մեջ, այդպես Աստված ամեն վարքյան խրատում է մեզ։ Խրատում է այս կյանքի տարբեր եղանակներով, որոնք երբեմն մեր կողմից որակավորվում են որպես փորձություններ։ Այնուամենայնիվ Տիրոջ խրատը թաքնված է այդտեղ եւ մեզ պետք է տեսնել այդ խրատը, որը մեզ ավելի ամուր ու լավն է դարձնում։ Խրատի շուրջ առակած գիրքը գիտեք, թե որքան գեղեցիկ եւ իմաստությամբ լի տողեր ունի։ Այսօր կուզեմ ձեզ համար ընթերցել այդ տողերից մի քանիսը։ Լսիր որդյակ եւ ընդունիր իմ խոսքերը, եւ քո կյանքի տարիները պիտի շատանան, եւ պիտի ավելանան քո կյանքի ճանապարհները։ Ես իմաստության ուղիներն եմ ուսուցանում քեզ, ես քեզ սովորեցնում եմ ընթանալ ուղիղ շավիղներով, որպիսի եթե գնաս, ընթացքդ չխափանվի, եթե վազես, երբեք չհոգնես։ Ամուր բռնիր իմ խրատը եւ բաց չթողնես այն, այլ պահիր, որովհետեւ քո կյանքն է այն։ Մի գնա ամբարիշների ճանապարհով եւ մի նախանձիր անօրենների ճանապարհներին։ Ամուր բռնիր իմ խրատը, որովհետեւ այն քո կյանքն է։ Այո, սիրելիներս, Աստծո խրատը մեր կյանքն է, որովհետեւ երբ խրատվում ենք, ավելի լավն ենք լինում եւ կյանքի իմաստն ու նպատակը մեզ համար ավելի հասկանալի եւ ընկալելի է լինում։ Անխրատ մարդը ոչ մեկին պետք չէ։ Որ մի զավակն է պետք, ով ծնողի խրատ չի ունեցել։ Նա անդաստիարակ է լինում։ Այդպես էլ մենք։ Եթե մենք Աստծո խրատին ականջ չտնենք, մենք էլ հոգևոր առումով անդաստիարակ կլինենք եւ այս կյանքը ճիշտ չենք գնահատի։ Ուրեմն սիրելիներս, Տիրոջ խրատը լսենք։ Իսկ Տիրոջ խրատը նախ եւ առաջ Աստծո խոսքն է։ Ամենօրյա խոսքը, որ Սուրբ Գրքի միջոցով մեզ տրվում։ Տիրոջ խրատը մեր կյանքի այն փորձառությունն է, որ հոգևոր առումով մեզ ավելի լավն է դարձնում։ Հետևաբար քայլենք այդ խրատի ճանապարհով, որովհետև մեր կյանքի իմաստը եւ ամբողջականությունը դրա մեջ կլինի։ Եվ այդտեղ է, որ մենք ոչ միայն չենք սայթակի, այլ չենք ընկնի եւ հաստատուն կմնանք մեր քայլերի մեջ։ Մեր ականջները բացենք Տիրոջ խրատին, մեր միտքը այն ընդունելուն եւ մեր հոգին այն մեզ ավելի լավը դարձնելու համար։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորին։ Աստված օրհնի ամենքիս։